Բարդես։ Մեր հերթական հաղորդումն է եւ այսօր դարձյալ մամուլին ենք նվիրել, այդ անգամ քննարկելու ենք տպագիր մամուլի համար վերջին տարիներին ստեղծված ծանրկացությունը, որի մի մասը դժվար իրավիճակի բաժին է հասել ինտերնետի մեր կյանք ներխուժելով։ Այսպես ասած, ինտերնետը արդեն տներն է մտել եւ տպագիր մամուլը այդ առումով բավականին զիջել է իր դիրքերը, չնայած դրանից առաջ էլ առանձնապես Հայաստանում այն բարվոք վիճակում չէր գտնվում։ Եվ այդ առումով շատ անհրաժեշտ է այսօր իմ կարծիքով վերանայել այն քաղաքականությունը, որը մի շարք պետություններ, քանի որ դա միայն Հայաստանին չէ հատուկ, այլ տպագիր մամուլը ճգնաժամային վիճակում է նաև նույնիսկ զարգացած մեդիա ունեցող երկրներում, եւ այդ առումով շատ կարեւոր է այն քաղաքականությունը, թե ինչպես է պետությունն իր աջակցությունն, իր մոտեցումը ցուցաբերում մամուլին։ Հայաստանում կառավարությունը ամեն տարի որոշումներ է ընդունում պետական բյուջեից մասանումներ անելով պետական եւ ոչ պետական մամուլին, մի քիչ տարօրինակ ձևակերպում, բայց անյանի կարծում ենք մեր հյուրերի հետ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ մոտեցումը։ Ոչ պետական մամուլին հատկացված գումարներից բաժին է հասնում եւ մարզային մամուլին, եւ գրական, մշակութային, եւ տարբեր կազմակերպությունների, ըստ էության նաև ազգային փոքրամասնություններին, որոնք այստեղ կարևոր իհարկե դերակատարություն ունեն, որովհետև դա արդեն օրենքով կարգավորված խնդիր է, բայց մեզ համար շատ ավելի կարևոր ու հետաքրքրական է այն չափանիշները, այն սկզբունքները, որոնք այսօր որով այսօր աջակցում է տպագիր մամուլը։ Մեր հաղորդման հյուրերն են այսօր ժուրնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը եւ Ազգորաթերթի գլխավոր խմբագիր պարոն Հակոբ Ավետիքյանը։ Տիկին Գևորգյան, եթե չեմ սխալվում, կա նաեւ հանձնաժողով ստեղծված, որը պետք է ձևավորի այդ տպագիր մամուլին այդ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու այդ ցանկը, որով կառավարությունը հատկացումներ է կատարում եւ այդ կազմում նաեւ ներկայացված եք դուք որպես Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ եւ ձեր կարծում եմ ծանրակշիռ խոսքը պետք է որ ունենաք այդ հանձնաժողովում։ Եթե կարելի ներկայացնեք, թե ինչ չափանիշներով եւ ինչ տրամաբանությամբ է այդ աջակցությունը տրամադրվում։ Նախ այդ որոշումը կառավարության կոչվում է ոչ պետական մամուլին աջակցություն, պետական չկա։ Եվ դրա համար մենք Հայաստանի Հանրապետության ռեսպուբլիկայում մենք աջակցություն չենք ցույց տալիս, այլ ոչ պետական մամուլին։ Որոշումը կառավարության ընդունվել է 98 թվականին, 1998 թվականին եւ վարչապետը պարոն Քոչարյանն էր եւ պայմանավորված է նրանով, որ լրագրողական կազմակերպությունները առաջատար ԶԼՄ-ները հարց բարձրացրեցին կառավարության առջեւ ազատել ավելացած արժեքի հարկից մամուլին, որովհետեւ մամուլը ֆինանսապես ծանր վիճակում է գտնվում, առանց էլ զբաղեցված տարածքի համար վարձերը մի քիչ անհասկանալի էին, որովհետև մեր երկիրը ուներ այդ հնարավորությունը, ամեն մեկը իրավահաջորդն էր, որ այն տարածքի, որտեղ որ նստել է, զբաղեցնում է տեղ, հատկապես մասնավորապես մամուլի շենքը, գծագրված էր ամբողջ շենքի գծագիրը կա մինչև հիմա պահպանվում է, եւ այդ նույն սենյակներում են նստում են խմբագրությունները։ Եղավ առաջարկ, բայց այն ժամանակվա կառավարությունը ոչ Քոչարյանին, ավելի շուտ չընդունեց այդ առաջարկությունը, բոլորի զբաղեցած տեղերը համեմատել իրենց սեփականությունը դառնան իրոք օրինական տեղը։ Կային մեխանիզմներ ձևակերպելու, ամեն ինչի շատ լավ նվեր կլիներ զանգվածային լրատվամիջոցներին, բայց դե չարվեց, ոչինչ անել չէին կարող։ Եվ ահա այդ առաջարկից հետո կառավարությունը որոշում ընդունեց 98 թվականին բյուջեում տեղհատկացնել աջակցություն ոչ պետական մամուլին եւ բացված էր այդ ոչ պետական մամուլ ասածը, ուրեմն մարզային մամուլին, ազգային փոքրամասնություններին, գրական մամուլին եւ մանկական մամուլին այն ժամանակ։ Հետո հետագայում ավելի կարևորելով մանկական մամուլի խնդիրները դիմումներ եղան խմբագիրների կողմից, առանձնացվեց մանկական մամուլը առանձին տողով ֆինանսավորվեց, մնացին միայն ուրեմն մարզային մամուլը, գրական մամուլը եւ ազգային փոքրամասնությունները։ Ամեն անգամ, երբ մենք հավաքվել ենք, իսկ հենց առաջին օրից ես եղել եմ դժբախտաբար եմ ասում, դժբախտաբար եղել եմ այդ հանձնաժողովի անդամ, որովհետեւ առանց վեճի մենք հանձնաժողովի չենք ավարտել։ Միշտ եղել է տարակարծություն։ Հստակ գրված էր կառավարության որոշման մեջ, մեզ պակասում էր ինչ-որ լուրջ մոտեցում ասեմ, թե անկողմնակալություն ասեմ, գուցե դա էլ է սխալ։
որ որակավոր են, բայց անընդհատ վեճով էր ուղեկցվում։ Բոլոր մամուլի կոմիտեի նախագահի կողմից, որ փոխվում էին եւ հերոստատեսություն կար սկզբնական պարագայում, հետո տեսանք, որ չի կարելի, նա երախա կլանում ամբողջ գումարը մամուլի ոչինչ չի մնում։ Եվ անդադ փոխվում էր կազմը, խորհրդի կազմը։ Չեմ ուզում հիմա զբաղեցնել եթերը այն օրինակներով, որ ահազանգներ ստացվեցին, որ հասցեատիրոջը չի հասնում այդ գումարը, այլ ով բարի է գտնվում և վիճում է մեզ հետ, նա ինչ-որ այսօրվա բառը օգտագործեմ, ատկատի բաններում, այո, որը շատ վիրավորական էր, որովհետև չէի կարող պատկերացնել, որ այնպիսի հարգարժան մարդիկ են նստած այդ խորհրդում, որ կարող է պատահի որևէ մեկ իրեն թույլ տա ինչ-որ ակնարկ անի և հատկապես իմ կողմից դիմում է ներկայացվել Անդրանիկ Մարգարյաններ վարչապետը և կանխվեց ամեն ինչ, որ արել էր վերադարձրեց գումարը մարզի միակ թերթին, որովհետև հնարավորի թերթ կար, իսկ միակ թերթին զրկել էին ընդհանրապես սուբսիդիայից, և արդեն ըստ երևույթին սթափվեցին և վերացան այդ երևույթին իմ կարծիքով։ Ուզում եմ հավատալ, որ լիովին վերացան։ Լավ։ Այնուամենայնիվ ինչ չափանիշներով, ինչ սկզբունքներով խմբագրությունը պետք է հայտ ներկայացնի։ Մշակույթի նախարարության հրատարակչության և մամուլի գործակալության հիմա ինչ-որ ուրիշ անուն ունի, հա, գործակալություն է պոակ է, ինչ-որ այդ պոակների բան չեմ հասկանում, կարող սխալ ասեմ անունը, հայտ պետք է ներկայացնի խմբագրությունը, ինչքան է լույս տեսել, ինչ հաճախականությամբ եւ ֆանից է, որովհետեւ եթե 3 տարուց պակաս է, նա չպետք է օգտվի ֆինանսական աջակցությունից եւ այլն, ըստ այդ հայտերի ստանում են ուրեմն աջակցություն։ Ամբողջ խնդիրը նա է, որ ընդամենը մի 2 շաբաթ առաջ էր վերջին նիստերի 2012 թվականի կայացած հրաշալի գործող թերթը հայտ չի ներկայացրել եւ հազարով չի կարող ինքը իր կամքով բերել այդ ցուցակի մեջ։ Այդ մարդը չի ուզում աջակցություն ստանալ, ինչ կարող է ստանել։ Վտանգավորը մեկ ուրիշ բան է, որ այդ աջակցությունը ստանալու ինչ որ ճանապարհներ գտան, զանազան նորահայտ ամսագրեր, թերթեր, գերատեսչական եւ վերջին հաշվով հիմա զանգվածային լրատվության մասին օրենքը եւ ընդհանրապես այդ դաշտը իրավունք է տալիս ով առավոտյան շուտ արթնանա, եթե ունենա ՍՊ որևէ, որը հաց է թխում կոշիկ է կարող, բան մի բան էլ գրածնի, որ թերթ կարող եմ հրատարակել, առանց լիցենզիայի առանցման նա կարող է թերթ հրատարակել։ Հրատարակում է թող հրատարակի, տեսենք դե թերթը շուկայում դիմանու է, թե չէ լրագրողական դաշտում, ինչու պետք է նա հավասար գտնվի Սյունյաց երկիր թերթի հետ, Առավոտ թերթի հետ, Ասք թերթի հետ եւ այլն, այսինքն այն թերթերի հետ, որոնք պահանջարկ ունեն հասարակության կողմից, իրոք հանրային կարծիք են ձևավորում ու մշակում եւ որակյալ թերթեր են ամենակարևորը։ Գյորգյան շատ հետաքրքիր բան ասեց, ով փաստորեն առավոտ շուտ վեր է կենում, թերթերը տակ մի հատ էլ հայտ է ներկայացնում եւ ինքը պետական աջակցություն ունի։ Դուք ամբողջին եք մի թերթի, որը մեր մշակութային եւ հասարակական քաղաքական կյանքում իր կարևոր դերակատարություն ունի արդեն շուտ, եթե չեմ սխալվում 17 տարի, okay? 21, այսինքն մեր անկախ հանրապետության տարիքին թերթեր եւ իր դերակատարությունը եւ ըստ էության այսօր այդ տպագի մամուլի առջեւ ծառացած շատ լուրջ խնդիրները նաեւ ձեր թերթի համար են արկա։ Դուք ինչ-որ ձևով այդ հայտին մասնակից եղել եք եւ այդ աջակցությունը ինչ-որ Ի պատիվ ասեմ մշակույթի նախարարությունը առանց որ մենք դիմենք, այդ չենք ներկայացրել։ Բայց ի պատիվն այդ նախարարությունը մեզ տարեկան այսպես դրամաշնոր տալիս է, կարող ենք մշակութային ներդիրի եւ նաեւ ամենօրյա մեր մշակույթի էջերի համար տարեկան 750,000 դրամ։ Իհարկե նվերի չեն ասում քիչ է։ Մենք շատ շնորհակալ ենք, բայց որպեսզի ընդհանուր պատկերացում կազմվի, ասեմ, որ տարեկան մեր շրջանառությունը կազմում է 53-ից 55 միլիոն։ Այնպես որ ամեն դեպս մենք շնորհակալ ենք երաթի համար, մանավանդ որ մենք չենք նախաձեռնել, ինչներ հուշել են երևի կամ ինքնաբուխ են։ Բայց ես չեմ կարծում, որ այդ մայրաքաղաքային մեծ թերթերի համար դա մեծ նշանակություն ունի։ Կրկնում եմ, շատ ավելի է մեր եւ ծախսերը եւ շրջանառությունը։ Այստեղ ուրիշ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից հիմնականը, եթե այո, Տիկին Աստղիկ Գևորգյանը նշեց, եթե
առավոտյան մեկը զարթում է, ունի սպը գրանցված, արդեն կարող է թերթել։ Ես դեմ չեմ դրան, պայմանով, որ նա ունենա համապատասխան միջոցներ, կապիտալ ներդրում կատարի իր թերթին։ Եվ մենք տեսնում ենք բազմաթիվ թերթեր, այո, այդպես է ծնվում են, առանց որևէ լուրջ ներդրման։ Այլ խոսքով, նրանց ներդրումները կամ այնքան փոքր են, որը կբավարարել երևի մի սեղանիկ դնելու, նույնիսկ կրպակ չես կարող դնել դրանով։ Բայց ինչ է կատարվում։ Կատարվում է այն, որ այդ նորելու թերթերը աշխատում են այլ շուկայի վրա, ստվերային շուկայի վրա։ Այս ստվերով չեն աշխատում, այդ չեմ ասում, այլ աշխատում են հովանավորներ գտնել ստվերային և նրանց պատվերները կատարել։ Կատարում են իրենց պատվերները, հետո դա օգտագործում են որպես շանտաժ մյուս կողմի համար, մյուս կողմից գումար են վերցնում և այս ամբողջի վրա և կամ երբեմն մնում են անգործ և սկսում են հորինել լուրեր։ Գնում են օրինակի համար ՀՀՇ առաջնորդներից ուրեմն Արամ Մանուկյանի մոտ ասում են հնարավոր է, որ երբ կարող եք դուք հայտարարեք, որ ձեր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է նախագահ։ Այսի անկարելի մի հարց դնում են, հետո պարոն Արամ Մանուկյանը ասում է, գիտեք, դա հեքիաթների ժանրից է և դա գրում է։ Եվ դա դարձավ լուր առաջի էջում լույս տեսավ։ Ուրեմն այս ձևով և ես միշտ կրկնել եմ, հիմա էլ առիթը քանի եկավ, ասեմ, որ մեր գլխավոր թշնամին, մեր մամուլի զարգացման, այդ հովանավորչական գումարներն են, որոնք ուրեմն այդպիսի թերթերի, փոքր թերթերի, նման գործերով զբաղվող թերթերի համար միակ կյանքի աղբյուր են ապրելու, վերապրելու համար և գիտեք ինչ է պատահում, հասարակությունը, որը մեր հասարակությունը չի վարժված տարբերակելու թերթերը, այնպես ինչպես կլասիկ ժուրնալիզմի երկրում, ինչպեսին Անգլիան է, այդպես չէ այնտեղ, ասենք 20 թերթը, որ բամբասանքային է, 11 միլիոն է միշտ տեսնում, բայց ոչ ոք չի համարձակվի այնտեղ ասել, որ 20 թերթը ինքը ազդեցիկ է, ազդեցիկը ոչ, 300,000 տպականակ ունեցող Independent-ն է, կամ The Guardian-ն է, նրանք են ազդեցիկ համարվում, ազդեցիկության մակարդակներ կան, այստեղ, և այստեղ ժողովուրդը ինչ ասում մեր հասարակությունը, ասում մամուլը, բայց որ մամուլը, ինչպիսի մամուլ, և 1, 2, 3 թերթերի, 4 թերթերի կատարած այդ վնասակար աշխատանքը, գալիս խփում է, անդրադառնում է ամբողջ մամուլի վրա, և մամուլի նկատմամբ առաջանում է թերահավատություն, անվստահություն և նաև հետևաբար սպառման շուկաները, որոնք արդեն ձեր նշած պատճառներով հետսեդը նվազում են, փոքրանում են այդ շուկաները, առավել ևս են փոքրանում, և մենք ունենում ենք այն ինչ, որ այս վիճակում ենք, այս վիճակ։ Պարոն Հատկյանս, մեկ օրինակ եմ ուզում բերել, երբ որ այդ իրավիճակը ստեղծվեց ինտերնետի կայքերի հետ, զուգահեռ տպագիր մամուլը ստիպված եղավ նահանջել տպականակը իջացնել, օրինակ Ֆրանսիայում հատորեն կառավարությունը ինքը իրենց շատ առաջատար թերթերին պետական բյուջեից հատկացումները կատարեց իրենց առաջատար թերթերին, որովհետև նրանց գնահատելով դրանք որպես իրենց մշակույթ ձևավորածն են, որոնք այսպես իրենց մշակույթի մի բաղկացուցիչ մասն են, որպեսզի անպայման պահպանի նրան։ Մեզ մոտ այն ցուցակը, որով ինքս եմ եզրակացությունը կարող եմ անել, մոտեցումը բոլորովին այլ է։ Այսինքն այն մամուլը մեկ, որը դերակատարություն ունի մեր հասարակական քաղաքական կյանքում, ըստ էության տեղ չունի այս ցուցակում, բայց կան անուններ, որոնք մի փոքր հետազոտության արդյունքում պարզվեց նույնիսկ խմբագրություն որպես այդպեսին գոյություն չունի, խմբագրական գոյություն չունի։ Այսինքն սա մենք կարող ենք դիտարկել աջակցություն մամուլին ծրագիր։ Այս ձևով ոչ, անքաղաքականացած, այսինքն քաղաքականություն չէ որդեգրված, թե ինչպես պետք է լինի և վերահսկողություն չասեմ, բայց բոլորի համար նույնիսկ անզեն աչքերով հայտնի է, թե ով է գործ կատարում, ովքեր են դրանք, դերակատարները, շատ լավ որոշում են, ազգային փոքրամասնություններին պետք է բանալ, բայց ով ասաց, որ երկու քրդեր են թերթ
թող մեկին հատկացվեն, լավ թերթ ստեղծեն։ Բայց ըստ էության մենք եթե այդ ցուցակը նույնը նայում վերաբերում է մանկական, 4 եւ մանկական եւ մարզային, մարզական թերթերին էլ է դա։ Այո, կա։ Մարզական այդ է մեր բարեկամություն եւ այլն դա է մշակում եւ փոշիանում է այն բյուջեի այն հատկացումները, որ կատարվում են եւ զգալի որևէ բան չի տալիս, թերևս տալիս է խմբագրի կամ տնօրենի համար ինչ որ մի այո, ըստ էության այդ շնչառության տեղ ես իմ ձևակերպումը կարծես կաթիլային լինի ծանր հիվանդին մի քիչ երկարացնելու կյանքը, ոչ թե ըստ էության աջակցություն։ Իմ տպավորությունը նաև որ սա ուղղակի փոշիացնելու ձև է Գիտեք, ես չեմ կարող անկեղծ չլինել ու չասել, որ այդ խոսակցությունը եղել է հանձնաժողովում գրեթե ամեն անգամ։ Որովհետև երբ որ գիտես, մարզային թերթերը ես շատ լավ գիտեմ, որն է լավ, որն է կատարում ամեն ինչը։ Երբ որ ասում եմ չի կարելի այս թերթին տալ այդքան գումար, որտեղ գումարը մաքուր բան չի, բայց գումարը նաև վերաբերմունք է նշանակում ինչ-որ միտեղ։ Ունեք որ մեկը գիտեք, որ առավոտը հրաժարվել է, ասում ինձ պիտի ցույց տվեք ոչ մի ֆինանսական աջակցություն։ Միևնույն դա որևէ հարց չի լուծում։ Ձեզ ահա տեսնում եք այդ հսկա շրջանառության մեջ կաթիլել չի, չէ՞։ Դա ավելի շատ բարոյական խնդիր է, քան ֆինանսական ինչ-որ միտեղ, բայց լավ է թող տան մի քանի հոնորարային հարց կլուծեք։ Չենք գտնում մոտեցումները, ճիշտ մոտեցումները, թե ինչպես տարբերակ ենք եւ ասենք, որ այս թերթին պետք է տալ այսքան, որովհետեւ նորմալ է, լավ թերթ է, որակյալ թերթ է։ Աջակցել զարգացման հարց։ Այո, թող լինի լավը, իսկ այն բանը մտածի էլի լավացնի, որ ինքն ստանա բարձր։ Հիմա այսպես մի մկրատով մենք խոզում ենք եւ շատ անարդար է։ Բայց ասել, որ մենք չենք անդրադարձել, չենք մտահոգվել, ճիշտ ասած չեմ կարող, մտածել ենք ու չենք գտել բանալի։ Չենք գտել։ Քիչ առաջ նշեցիք տրադիցիաներ, ընդհանրապես տրադիցիաները հանդեսվում են այս արդյունքում։ Լրիվ։ Ուրեմն, օրինակ, Սարան նշեց Ֆրանսիայի բարական։ Իսկապես, Ֆրանսիան, եթե վերցնես երկու թերթ, Le Monde եւ Figaro, ինչ կմնա։ Ես ուզում եմ հիշել, ուրեմն Լոնդոնի օլիմպիական խաղերը։ Բացման հանդիսությանը շատ կարևոր տուն տրվեց հենց մամուլի։ Ամբողջ Լոնդոնի օլիմպիական խաղերի խորհրդանշան էր իհարկե Թագուին եւ Ջեյմս Բոնդը, 007 ագենտը, հետաքրքրական էր, բայց քաղաքային կյանքը, քաղաքացիական կյանքը։ Եվ ապացույցը այնպես է, որ ճանապարհները մամուլի վրա էին, մամուլի պատկերով էին, ավտոմեքենաները մամուլով էին, աղբանները մամուլով էին, ամեն ինչ, որովհետև շեշտեցին մամուլի շատ կարևոր լինելը իրենց համար։ Ճանապարհները լրիվ մամուլի բաներ, դրություններ էին ամբողջ։ Ինչու համար է պատահական չէր, որովհետև քաղաքացիական կյանք դա նշանակում է տպագիր մամուլ, ոչ միայն, եւ իրենք շեշտեցին, շեշտատում կատարեցին, մանավանդ այս օրերին։ Իդեպ ասեմ, որ մենք աշխարհում ունենք նաև օրինակներ, երբ որ տպագիր մամուլի տպականակը ավելանում է նաև։ Այսինքն այնքան էլ որպես չլինենք այդ չի մեռնում ամեն Economist-ը ամեն անգամ ամեն տարի ավելացնում է իր տպականակները եւ այսօր տնտեսագիտական, ֆինանսագիտական եւ այլն իրավաբանական եւ քաղաքագիտական համալսարաններում պարտադիր է դասախոսների իրենց գրավորների հարցումները այնտեղից են գալիս։ Այսինքն մամուլը փոխել է իր քաղաքականությունը դիմանալու համար այս ամբողջ ճնշումների եւ հեռուստատեսության, եւ ռադիոյի, եւ հատկապես ինտերնետային, եւ գնացել է դեպի ներմասնագիտացում։ Այսօր The Economist թերթից ավելի լավ տնտեսագիտական, քաղաքագիտական հոդվածներ ոչ ոք չի կարող ստեղծել։ Որտեղ այդպիսի մի կառույց է ստեղծել եւ ժուրնալիստի եւ վերլուծաբանների։ Հիմա ով է այդպես աջակցելու, որ Հայաստանում նման կայացած թերթեր եւ մամուլ կարողանա նաեւ իսկապես կայանալ ու ավելի մասնագիտանալ։ Դա ուրիշ խնդիր է։ Ուրեմն համաձայն եմ դες հետ Նավետիկյան եւ մտածում եմ, որ Սարայի անհանգստությունը, որ ինտերնետը ներթափանցել է մեր տները եւ այսպես շատ տարածում է գտել ու մամուլին վտանգ է սպառնում, չեմ ուզում հավատալ։ Բավական է, որ մամուլը ԶԼՄ-ները վերականգնեն ընթերցողի վստահությունը իրենց որակները բարձրացնելու ճանապարհով։
լուրջ մամուլ դառնալու ճանապարհով բավական է որ ընթերցողը հիշի են բարի ժամանակի եւ ստորագրությունից էին կարդում հոդվածը, որովհետեւ արդեն գիտեին, որ այս լրագրողը ինչպես է գրելու, չէ՞։ Չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ ես կարող եմ անուններ տալ, որ կան ստորագրություններ, որ մենք հիմա ստորագրություն բավական է որ դա վերականգնվի վստահությունը եւ մամուլի ներգործունությունը։ Այ ամենակարևորը դա է, որովհետեւ եթե ղեկավարներից մեկը ասում է, որ գրում են գրելով է բանի տեղերում, սա մահ է, չի կարելի։ Երբ որ հնարավորությամբ պետք է կարդա մամուլը ընդգծի կարմիր դա իր օգնականին կամ հասարակության կապերի պատասխանատուին ասի ուսումնասիրեք եւ ինձ եկուցեք ինֆորմացիա ներկայացրեք թե ինչ է կատարվում, տեսեք ինչ հարց են բարձրացել եւ մամուլին պատասխան ուղարկի։ Այնքան խնդիրներ կան մամուլի դերի կարևորության հետ կապված։ Հիմա նայեք այս ապահովականացման օրենքը, չէ՞, մամուլին դնում է վատվիճակի մեջ, ինչու՞։ Որովհետեւ հավասարակշռություն չեղավ, թե եթե մենք սահմանում ենք այս տուգանքը մամուլը արդյոք ունի այդքան ֆինանսական հնարավորություն, որ այս տուգանքը տա եւ ինքը դեռ չդադարի լույստեսնել։ Պետք է անպայման հավասարակշռել այս իրավիճակը մեր երկրի տնտեսական Վերջերս գաղտնիք չի, որ մեզանում մամուլի շուկան դեռ ձևավորված չէ։ Անկախ չէ մամուլը, որովհետեւ ֆինանսական չկա տնտեսություն, չկա գովազդային շուկա չկա։ Գովազդային շուկա չկա, գովազդային շուկա չկա, մամուլը ֆինանսապես անկախ չի, որ չնայի ոչ մի հովանավորի, ոչ մեկի ձեռքին։ Էլ չեմ ասում այդ պատվերի ինստիտուտը, որ պատվերը տալիս են եւ ինչ ուզում են տպագրում են։ Այսինքն մի խնդիր չէ միայն պետական աջակցության խնդիր։ Շատ ճիշտ եք բարձրացնում, այստեղ հերոստատեսության խնդիրներ կան։ Հերոստատեսային գովազդի խնդիրները եւ չափականակի, որ օրենքը գերազանցում է ներկայացնում կա եւ այն գրոշների, որ նրանք ստանում են, գրոշների կրկնում եմ, օրեկան 25 անգամ կարելի է նույն գովազդը։ Ընդհանուր քաղաքականություն եւ սա 6-7 հերոստա ալիքներով ինչ գումարներ են շահում, որ այդքան կարողանում են կնշանակենք այնտեղ ուրեմն շատ ինչ-որ չէ։ Ով է տեսել, որ աշխարհում չտվեք մի երկիր, որտեղ հերոստատեսությունը կարողանա, ասենք, այսպես կոչված գեղեցկության մի սրահի, այսինքն վարսահարդարի, մեր իմացած բառով, սափրիչի, վարսահարդարի ռեկլամաներ։ Չկա այդ բան, որովհետև դա անմատչելի է, նրա գովազդը պետք է գնա տպարիկ։ Շատ լավ, մի հարցեր եմ ուզում ձեր ուշադրությունը։ Ներողություն, մարզային մամուլը ընդհանրապես գովազդ չի գնում, նույնիսկ ընտրությունների։ Տիկին Գևորգյան, պարզվում է, որ որոշ մարզային, որոշ տպագիր մամուլի օրինակներ, այնքան էլ մենք կարծես այդքան տեղյակ չենք, բայց այնքան էլ վատ վիճակում չեն։ Ես եթե նույնիսկ որոշ թերթերի համեմատության մեջ տնեմ, իրենք կարող է շատ ավելի լավ վիճակում են, այդ առումով քան առավելապես։ Տեսեք, դա համաշխարհային երևույթ է։ Տեղական լոկալ մամուլը որը բավարարում է տվյալ համայնքին ծառայում է, սպասարկում է, երբեմն շատ ավելի մեծանում է նրանց ժողովրդականություն, քան նախկինում կար։ Նաև հենց այսօր մեր կայքում մի լուր կա, լուռ մարդը թերթերից մեկի վերաբերյալ, որտեղ համբագիրը հարցերով պարզում է ինքը համայնքների, բոլոր համայնքների ղեկավարները պետք է բաժանորդն են այդ թերթի եւ իրենք բավականաչափ փաստորեն գումար են։ Հավելած դրան նրանք ունեն գովազդելու ավելի ճիշտ հրապարակման ենթակա որոշ պարտադիր բաներ, որի համար նույնպես պետք է վճարեն։ Այսինքն իրենք այդ իմաստով պետք է գնան միայն մեր պարագայում այդ ամբողջը էլի այլասերվում է, գիտեք, այդ դրական երևույթը գալիս է այսպես մարզպետարանին կամ մարզպետի սպասարկության վերածում, սա է։ Քանի որ պարզվում է նույնիսկ այդ թերթերի բաժնետոմսերի մեծ մասը հենց մարզպետի ձեռքին է։ Եվ նա փաստորեն եւ համայնքից է ֆինանսավորվում, եւ կառավարության միջոցներից նաեւ այդ լծակներն է օգտագործում։ Ես ամենևին դեմ չեմ, որ մարզային մամուլը ընդհակառակը թող այդ առումով նույնպես մրցակցություն լինի, հավասար մրցակցություն լինի, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ այդ առումով անհավասար իրավիճակ է ստեղծել եւ մյուս բանը, որ ինձ համար մինչև հիմա անհասկանալի է պետական եւ ոչ պետական մամուլ հասկացությունը։ Իմ կարծիքով պետական մամուլ ասածը, այո, դա տոտալիտար, չգիտեմ, ես այդպես եմ ընկալում, կարծիքով տոտալիտար երկրներին բնորոշ բան է, որից մենք արդեն 20 տարուց ավելի չենք ձերբազատվում։ Իմ կարծիքով դա նույնպես անհավասար մրցակցության մեծ ձև է։ Մյուս խնդիրը նա է, որ
նորից մեր ցուցակին օժանդակության վերադառնալով շատ զարմանալի էր, ես ամեն մարզում 5, 6, նույնիսկ 7 տպագիր լրատվամիջոցի անուն կարդացի, որոնք կամ դրանց մի մասը ըստեյության չկա, կամ մեկ մարդու խմբագրություն է։ Ինքը մեր ժամանակներում եւ միայն մայրաքաղաքում 11 անուն հանրապետական թերթ է հաշվարկում։ Գումարիում կամ մեկը ժամանցային է, խաչբարերի բան։ Չէ, Արագածոտնի մարզում հանդիպեց Գումարիում է, հանդիպեց այո, երբ որ ընդհանրապես փաստորեն բոլորը կանոնավոր լույս է, օրինակ կանթեղը կանոնավոր լույս չի տեսնում, իսկ բանի Արագած աշխարհը կանոնավոր Վարդևանի թերթը կանոնավոր։ Մենք ըստ էության սրանով այդ քաղաքականությամբ ինչ ենք ուզում ասել, որ մենք ամեն կերպ ուզում ենք պետությունը աջակցի, որ ոչ մի մանուկ չփակվի, մի քիչ տարօրինակ է, դրանով 300,000 400,000-ով չենք կարող։ Երևանում լույսեսող թերթերը ահավոր չնչին քանակությամբ են ուղարկվում մարզեր։ Այո, տարածման խնդիրը կա։ Մի քանի օրինակ, գիտեք, մի քանի օրինակ։ Տեղի հեռուստատեսությունները գոնե հասարակ բան է, մի քանի անգամ արդեն ասել եմ, մամուլի տեսություն ոչ թե այնպես որ մի հոդված վերցնեն ու ասեն, այլ մի քիչ ներկայացնեն թերթը, թե Երևանում լույսեսող այսինչ թերթը ինչ կարևորագույն հարցեր է բարձրացնում, մշտական խորագրերը, մշակութային կարևոր իրադարձությունները, քննադատական հոդվածներ կա, փորձագիտական հոդվածներ կան, չէ, որ շահագրգռի մարզի բնակչին, որ դուք բաժանորդագրվեք կամ գնեք կրպակից այսինչ թերթը։ Չէ, դա էլ չի, որովհետև մենք ինքներս դա արել ենք։ Մենք ժամանակի եղել ենք նախագահի մոտ, ես եմ կազմակերպել մարզերի բոլոր խմբագիրների ներկայացում եւ վարչապետի մոտ ամենաթարումն էր։ Ի թիվս այս աջակցության դժվարությունների շենքային տեղեկատվություն ստանալու, նրանց ընդհանրապես հարգելու տեղ տալու շատ հարցեր ենք բարձրացրել։ Վստահաբար ես հայտարարում եմ ամենայն ոչ մի բարձրացրած հարց, թեկուզ խնամքով այնտեղ արձանագրվում էր, ես նայում էի, չի կատարվել։ Հանրապետության նախագահը գնում է որևէ մարզ, չէ՞։ Նրան ուղեկցում են հավատարիմ նախագահականում հավատարիմագրված բարեգործներից հարց արձակեցի վարչապետի մոտ, որ յուրաքանչյուր մարզ գնալու ժամանակ նույն նախագահականի համապատասխան բաժնից գցեն այդ ցուցակի մեջ ավելացնեն նաև խմբագրի անունը տվյալ մարզի, թերթերի կամ թերթի խմբագրի անունը, որովհետև եթե մարզի խմբագիրը չգիտի թե ինչ են խոսում, չի մասնակցում, չի ուղեկցում, նա վաղին չէ գրելու, նա պետք է սպասի, որ նախագահականից, չէ, լրատվական ծառայությունից նույն տեղեկատվությունը ստանա ու տպագրի։ Մինչդեռ նա ավելի կբացեր, գուցեև հարց կբարձրացներ, որտեղ ինքը մոտ է կանգնած այդ թեժ հարցերին, հարց կբարձրացներ մեր մարզում այս կա, շինարարությունը Գումարիում այ, տեսեք Գյումրիում ինչ է կատարվում, ձեփում են կաֆելը կամ հայտնի բան չէ, պատմությունը որ եղավ։ Այսինքն նրանք մոտ են կանգնած կյանքին, տվյալ մարզում, մի բան, որ կարող է նախագահը տեղեկացված չլինի կամ վարչապետը։ Չի կատարվում։ Բացի այդ տեղում նրա հեղինակության բարձրացումը հարցը։ Մենք հաճախ ենք հավատարմագրում, մեզ ասում են, որ այս բանն ուղարկեք, ուրեմն մենք գծում ենք, բայց ասում են մենք տեղում, ասենք Գյումրիում թղթակից ունենք։ Ես կուզենայի, որ իմ տեղի թղթակից է։ Ոչ մի հնարավորություն չի նույն։ Նույնիսկ չեմ ուղարկում, ինչպես բարձրացնել տեղում։ Վաղը, եթե այդ խմբագիրը տեղի դատավորին զանգարի ասի խմբագիրը այսինչան, նա բանտեղ չի դնելու, որտեղ նա չտեսավ խմբագրին այդ մակարդակի վրա։ Դա արվում է ավելի շատ մեր պետության կայացման համար, քան խմբագրի հեղինակության համար։ Չի արվում, պետք է ուշադրի լինել, պետք է բոլոր մանրուք չկա այստեղ։ Այսինքն ըստ էության այս փոքր չնչին գումարային հատկացումը ըստ էության վարկը չի բարձրացնում մամուլի եւ աջակցություն չեն կարող մենք աջակցություն ըստ էության բարոյական օրինակ հիմա ցուցակը ձեր ձեռքին է կարող է գնել Նովոևրեմյան Գոլոս Արմենին տալիս են թերթ որ բան աջակցություն ֆինանսական որպես ազգային պրոգրամացիան ամեն ինչի ասում եմ դա ոչ թե ազգային պրոգրամացիան թերթ է այլ ռուսալեզու ընթերցողի համար տպագրվող իսկ ինչու հենց այդպես ուղղակի թերթերի համար այս ծրված սուբսիդիան ոչ մի դեր չի խաղում եթե այդ գումարները տան ասենք թե մարզային մամուլի մեջ բաժանեն ինչ որ չափով ավելի օգնությունը շահեկան կլինի դե հիմա այդպես է դերված եթե մեր այդ թեման նույնը վերաբերում է ազգային պրոգրամացիային Եզդի դադաշ, եզդի խանա, չգիտեմ, իրատասը, դիքը թերթեր։
Լավ ամփոփելու լինենք, ինչ մոտեցում եւ ինչ առաջարկներ կներկայացնեք, ինչպիսի մոտեցում պետք է լինի։ Ես կուզենայի, որ ընդհանրապես բոլոր գործառույթները չբավարարվեն միայն մայրաքաղաքով։ Մենք պետք է շատ լուրջ պատասխանատվություն կրենք մարզերի վիճակի մասին։ Դա ոչ միայն նյութական աշխատատեղի բացակայությամբ, այլև իրենք զգան, որ իրենք մոռացված չեն, անհասե, դուրները փակ, ապակիները կոտրացին, մարդու սիրտը ճմնվում, որ մարզը գնում։ Պետք է մարզերին լուրջ ուշադրություն դարձնել։ Հիմա շատ լավ է դպրոցն բացում, նախակրթարանները բացեցին, չէ՞։ Ուրա Մայկովսկի գյուղում հրաշալի է, երեխաները մաքուր սիրուն հակած եկան։ Բոլոր ոլորտներում պետք է մենք շրջվենք դեպի մարզերը։ Եվ մեծ չմոռանանք, որ զանգվածային լրատվության միջոցները ամենակարևոր զենքն են մեր իշխանությունների, մեր պետության համար։ Սա շատ կարևոր բան է։ Մի քիչ ավելացնեմ սուբսիդիան, իսկ կուզենայի վարչապետին խնդրել, որ Չէ՞ կարծում, որ չափանիշների փոփոխություն եւ վերանայում էլ պետք է լինի։ Որակյալ մամուլի ղեկավարների հետ մենք նստենք քննարկենք, ինչ չափանիշներով մենք չափորոշիչները որոնք են։ Ինչի պետք է այս ծերտին տանք 600,000 Եվ դա պետք է անել, իսկ մյուսին կարելի է 200,000 տալ, օրինակ եմ ասում, որովհետև ես կարող եմ հիմա առանց որևէ բան անելու, հապաղելու թերթեր, որոնց անպայման պետք է տարանջատել եւ խրախուսել։ Որովհետև այդ թերթը մի անգամ ինձ զանգում է, ասում է, ես ամաչում եմ, կարող եք դուք զանգարել այսինչին մեր մարզին, որը լավ արտադրությունն է, ասեք, որ մեր թերթին մի քիչ ուշադրություն։ Ես զանգարել եմ առանց ծանոթնելու ասեց անպայմանորեն դա այնքան լավ թերթ է, այնքան լավ է տպագրում մեր պատմությունը, մարզի մեր երախտավորներին անդրադառնում եւ օգնելու։ Դա առանձին է։ Իսկ պետական աջակցությունը ֆինանսական պետք է նա որոշակի մշակված չափորոշիչային ինչ-որ համակարգ, բայց դա մեր խորհրդի վիճակի չանելուն է, ես էլ չեմ կարող ասել ոչ ման, պարոն Ավետիքյանը պիտի օգնի, Արամ Աբրամյանն օգնի, չգիտեմ, Տիգրան Փարմանյանը, հավաքվենք, տեսնենք, թե ինչ չափորոշիչներով կարող ենք մենք նրանց կայացած միշտ ավանդություն ունեցող թեկուզ փոքր կարճատև ավանդությունը ստեղծած բաներին պետք է տալ, օրինակ դա շատ կարևոր է տեսեք։ The Times թերթը 135 տարի է, նույն շպիգերն է օգտագործում, չի կարող գեղեցիկ եւ այլն, սկայական մեծ թերթ է։ Այդ ավանդույթը որպեսզի շարունակի այնքան կարևոր է դա։ Մենք այդ ավանդույթների վրա ոնց որ որպեսի բան օրինակը տա, շատ-շատերը իրենց տան հին ձեռագործ գորգը։ Եվ այդ շուկայի այդ մեքենայի հյուսած գորգն են վերցում, որովհետև դա նոր է, չգիտեմ, որովհետև չունեն այդ գաղափարը, ավանդույթը շատ կարևոր է։ Եվ եթե մենք կարողանանք նման բան անել, եւ նաեւ գլխավոր քաղաքներում նպաստավոր պայման ստեղծել, որպեսզի վարկեր տրվեն, որպեսզի տպարանները ստեղծվեն, որովհետև մարզերում բոլոր բերում են մայրաքաղաք, այստեղ են տպագրում։ Պատկերացրեք, ստից այնտեղ տեղափոխել, դա ահավոր բան է։ Եվ մենք խոսում ենք ապակենտրոնացված ուսուցման մասին, ինչպես այստեղ կարելի է տպարան, Երևանից լավ տպարան։ Գլխավոր քաղաքներում մենք պետք է ունենանք տպարան, որպեսզի թերթերը լույս կարողանան տեսնել դրանով եւ այլն։ Եվ շատ կարևոր է գովազդային շուկան։ Գովազդային շուկան դրա կարգավորումը, օրենքների համապատասխանեցումը, վերահսկողությունը, սրանք առաջնային խնդիրներ են մամուլի զարգացման համար։ Եվ նաև ձեր քիչ առաջվա ակնարկակ չնայած ես հարցին չեմ կարող լրիվ բացվել, որովհետև իմ գործընկերները պետական մամուլի տրված պետական սուբսիդիա, որը նաև վերում է իր հետ ուրեմն կլանում, գիտեք ինչ է, սկզբունքային խախտում է տեղի ունենում։ Պետականը մասնավորի հետ մրցակցության մեջ է մտնում։ Դա մեր պետության գաղափարախոսության ճիշտ հակառակն է։ Կարծում ենք, որ սկզբի համար հարցը գոնե բարձրացված է եւ մտածելու իրոք անհրաժեշտություն կա մշակելի եւ ունենալու այնպիսի չափորոշիչներ, որոնք կարողանան զարգացնել տպագիր մամուլը եւ իրոք դերակատարություն դառնա պետության կողմից աջակցություն մամուլին։ Հակառակ դեպքում ստացվում է մի հսկայածավալցանք, որը շատ հարուստ պետությանն անգամ անհարիր է, բայց պարտում է մեր
փոքրիկ այս երկրում փոքր ժողովրդի համար մենք ունենք երևի ամեն մեկի համար մեկ անուն մամուլ չգիտեմ, մի քիչ պատկերավոր ու չափազանցված, բայց այդպես է։ Շնորհակալություն մեր հյուրերի մասնակցության համար, հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք տպագիր մամուլի հետ կապված պետական քաղաքականության խնդիրները եւ մեր հյուրներն այսօր Հայաստանի Հանրապետության ժուրնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը եւ Ազգորաթերթի գլխավոր խմբագիր պարոն Հակոբ Ավետիքյանը։ Շնորհակալություն։